Լավ է ստացվել, չէ՞ ժողովուրդ։ Շատ լավ է։ Լավ է։ Հարցեր ունենք էլի։ Համեցեք։ Հազագյուղն այնքան պրոբլեմներ ունի, էլ էր չափից տեսել։ Նախ մենք շատ շնորհակալ ենք որ դու այցելելիս ես մեր համայնքում ամբողջ ժողովուրդը նախպետանի։ Շնորհակալ ենք քեզանից։ Հիմի այս հարցեր մոմենն էլի։ Տվողներ կա։ Լույսերը մոմենտը շատ կա։ Ինչի՞։ Ինչի մոմենտը։ Ոչ մի փողաց այն հին բաներով էլի։ Նախնադարյան լույսերը։ Փողոցային Փողոցի լուսավորություն նկատի ունեք։ Փողոցային լույսերը։ Դրանք Ժորժ ջան, մի րոպե, դրանք այնց հարցեր են, որ հերթով լուծվելով գնալու է, դա Չէ, քանի ժամանակ մենք լույս չունենք։ Ուժեղ արևեղավ լույս չունենք, անձրևեղավ լույս չունենք։ Տներում։ Տներում բաբու։ Դե տներում էլ հասկացա կզբաղվենք։ Տներում Ընդհանուր մեր գյուղի համար ընդհանուր ներկայացնում ենք ձեզ ընդհանուր հարցեր։ Դա գրված է մանրամասն Քանի հարց։ 4-5 հարց մանր հարցեր։ Հիմնախնդիրներն են, որոնք պետք է լուծվեն։ Շատ լավ։ Մենք վստահ ենք ձեր կողքին ենք անպայման։ Գալի ամբողջ գյուղանունից եմ խոսում։ Ասեք, եղբայր, ասեք։ Թոմոտենա։ Շնորհակալություն, որ դուք եկել եք մեր գյուղը։ Պարոն Փաշյան, շատ գոհ եմ, ուրախ եմ, ժողովրդի կողմից շատ գոհ եմ։ Այս գյուղը 250 տարվա պատմություն ունի։ 250 տարվանից մենք մանկապարտեզ չենք ունեցել։ Բայց այսօր այս հրաշք շքեղ կառույց ունեցել ենք։ Ի շնորհիվ ձեզ, մեր լավ կառավարության, շատ շնորհակալ ենք դրա համար, պարոն Փաշյան ջան։ Հիմա Ծովասարի ազգաբնակչության կողմից որպես լիազոր ներկայացուցիչ մեր գյուղը ամենաբարձրադի լեռնային գյուղերից մեկն է։ Մենք սեփականաշնորհման շատ հողեր ենք ստացել։ Ամենաշատ մենք ենք ստացել 1000 հեկտարից ավել ջրովի տարածքներ ունենք։ Ոռոգման ջուր չունենք։ Այս սարի ջրերը, սերավա ջրերը գնում Են վախոր հասնում է մեր կարտոֆիլը, մեր ցանկատարած ջրելու Վարդանյան քաջիկ։ Պարոն Վարդանյան, ես ջրամբար ենք ուզում։ Մենք հիմա ասում ենք, որ որևէ գյուղում կարան ժողովուրդը նույնիսկ ջրի հետ կապված հարցերը չբարձրացնեն, որովհետև առանց իրանց բարձրացնելու էլ մենք գիտենք, որ հանրապետությունում տենց գյուղ չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա։ Էս է պատճառը, որ մենք ասում ենք, որ առաջիկա 5 տարվա ընթացքում, ոնց որ նախորդ 5 տարվա ընթացքում ամենաառաջնային հարցը եղել է խաղաղության հարցը, հաջորդ 5 տարում առաջնայինություն ալնելու առաջնային 4-5 հարցերից մեկը լինելու է ջրի հարցը։ Բոլոր տեղերում, միտեղ ջրամբար պետք է կառուցվի, միտեղ ջրագիծ պետք է կառուցվի, միտեղ ներտնային համակարգ։ Այսինքն նկատի ունեմ որևէ տեղում եւ ես բոլոր տեղերը ասում եմ, գյուղի ժողովուրդը եւ քաղաքի էլ ջրի հարցը կարան չբարձրացնեն, չասեն, որովհետև առանց ասելու էլ մենք այդ հարցը մեր օրակարգում արդեն ներառված է, որ առաջիկայում պետք է շատ կենտրոնանանք այդ հարցերի վրա։ Հիմա խնդիրը ստեղեն է, առաջնությունը ոնց որոշենք, որտեղից սկսենք, որտեղ ավարտենք, այդ էլ ընթացքում մարզպետների, համայնքների հետ կքննարկենք եւ լուծումներ գտնենք։ Դա մենակ մեր գյուղ չէ, լիճ համայնքն էլ օգտվում է ջրամբար որ կառուցվի։ Հիմա դրված է ինչի մրցույթը ջրամբարի, փոքր ջրամբարի։ Դե եղբայր, հեսա մարզպետն ասում է ջրամբարի մրցույթ ա դրած, փոքր ջրամբար կառուցել։ Ձեր գյուղին ու լիճ գյուղի համար։ Այո, շնորհակալություն։ Բոլորից շնորհակալ չէ։ Ու գործին անձներ Ծովասարի Միադեր հիմնական գյուղի համար նատչեն հարց կա։ Մեր գյուղի 99% շենքերը սաղ ապօրինի են։ Դետել պետք է զբաղվենք տենանք ինչ է։ Այսինքն ժամանակին կառուցել են։ Ժամանակին կառուցվելը հիմա սաղ Կատակի հողերը գոնե ձերն է։ Դե հիմա մենք օրենք ենք ընդողեն, խիչ եք օրինականացնում վճարումների պատճառով։ Այո, անես կնեն։ Ինչ կներա։ Եվ ձգձգում են։ Այս բյուրոկրատիան դա շատ։ Մի հատ կետաքրքրվեմ հասկանամ։ Երկու հատ ճանապարհի ծրագիր կա մեր Թազագյուղում, դա շատ լավ ծրագիր է։ Առաջին մեծ թաղամասն է, այս տարում կառուցվել է 5 տուն, բայց ճանապարհի վիճակը շատ վատ է։ Պլանի մեջ է, եթե այդ պլանը կատարվի, մենք ամբողջ թաղամաս եզանից շնորհակալ կլինենք։ Կկատարվի, բայց պետք է անի, արդեն սկսել ենք կանենք։ Շատ լավ Ժողովուրդ ջան, մանկապարտեզը շնորհավոր մնացածն է հերթով կլուծենք։ Ժամանակ գրաֆիկ
կների մի հատ խնդրանք, ոչ թե հասարակ խնդրանք։ Մենք 92 թվին հողաբաժանման ժամանակ ստացել ենք գյուղամեջում հող։ Վճարովի ա եղել $250 առել ենք։ Այս պահին վկայական չենք ունեցել, ձորի մեջ տուն ենք սակելով, ձորի մեջ։ Դե ասեց այդ հարցը, որ տենց հարցեր կան։ Պետք է հասկանալ։ Չափագրել, ճիշտն ասած, ինձ Իվանդա կյանքում ախան կրվար է։ Այս պահին այնպես է ստացվում, որ վճարելու հնարավորությունները չունենք, շատ դժվար է մեր վիճակը։ Խնդրում եմ ինչ-որ ձև, եթե հնարավոր է, աջակցեք, մենք կարողանանք գոնե տները։ Հիմա ընտրական շրջանա նյութական որևէ խոստում չենք կարող տալ եղբայր։ Օրենքը արգելում է նյութական խոստում։ բայց այս Տների հարցը պրոբլեմա պետք է մտածենք, էլի, պետք է մտածենք։ մտածել գարտերնակ, չեմ վիդեոկի Չէ, դե մենակ կնե, չի որ։ գյուղը միած որոշում կայացի։ Դե մենակ, գիտեք, մենակ մի գյուղ չի, 5 գյուղ չի, պետք է հասկանանք։ Հասկանանք ինչ ենք առաջարկում, լավ է։